Ողջույն Նորագիր Նյուզի սիրելի հետևորդներ, այսօր տաղավարում մեզ հյուրընկալվել է բլոգեր Արև Պողոսյանը։ Ողջույն Արև ջան։ Ողջույն։ Շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Ես էլ ձեզ եմ շնորհակալ ինձ հյուրկանչելու համար։ Արև ջան, սկսենք առաջին հիմնական հարցերից մեկից։ Նախ ինչպես որոշեցիք, որ ձեր կյանքը պետք է հանրայնացնեք եւ մուտք գործեք բլոգինգի ասպարեզ։ Ի սկզբանե նման որոշում չի եղել, այսինքն նպատակ չեմ ունեցել, որ կյանքս հանրայնացնեմ կամ սկսեմ բլոգինգի աշխարհ մուտք գործել, բայց հանգամանքների բերումով ու անդադար նայելով սենց բլոգերներին, ոնց որ իրենցից ոգի շնչվելով ու ինձ կար, որ ես ընդհանրապես չունեի մասնագիտություն, չէի աշխատում, ոչ թե որոշեցի, որ սա ինձ աշխատանք կլինի, այլ սիրողական։ Այդպես 1-2-3 վիդեո տեղադրելով, հասկանալով, որ դիտումներ եմ ունենում, հետաքրքրում եմ տարբեր մարդկանց, որոշեցի, որ այս ասպարեզը իմն է ու այդ ընթացքում նաև սովորեցի մասնագիտություն, հասկացա, որ այն մասնագիտությունը, որով որ ես վճարել սովորել եմ, իմը չի։ Դադարեցրեցի այդ մասնագիտությունս ու խորացա բլոգինգի մեջ։ Ճիշտ է, շատերը դեմ էին, որ ես բլոգինգի աշխարհ մուտք գործեմ, ոյ, բան սենց, բայց ինձ թվում է, նայած թե դու ինչ ես մատուցում քո բլոգինգում, քո կոնտենտը ինչի վերաբերյալ է, հետո որ երբ որ արդեն սկսեցի զբաղվել խորացված, հասկացամ, որ ոչ մի վատ բան, ոչ խորհուրդ եմ տալիս, ոչ էլ ես ինքս եմ անում։ Բարձրագույն կրթություն չունեմ ու չեմ էլ խրախուսում իմ տարիքակիցներին, հասակակիցներին, որտեվ շատ գիտեմ, ցույց է տալիս էլ իմ աուդիտորիան, որ իմ տարիքակիցները շատ կան, չեմ խրախուսում, որ իրենք էլ չունենան։ Ամեն մարդու որոշումն է դա, բայց ունեմ 3-4 մասնագիտություն, որոնցից 3-ով հստակ աշխատում եմ։ Այդպես։ Որոնք են այդ մասնագիտությունները Արև ջան, մեկ էլ հիմնականում դժվար չէ, օրինակ բարձրագույն կրթություն թեկուզ չստանալը, որտեվ գիտենք, որ այսօր հասարակության մոտ կա սենց մի կարծրատիպ, որ աղջիկը պարտադիր պետք է ընդունվի համալսարան, բայց մյուս կողմից էլ կարող ենք մտածել, որ մարդը ունի իր սիրելի զբաղմունքները ու կարող է նաև զբաղվել դրանցով։ Չէ, կողմ չեմ այն դեր նշած կետին, որ պարտադիր է, որովհետև այս կյանքում ոչինչ պարտադիր չի, պիտի մարդու ներսից դուրս գա սիրի այդ ոլորտը։ Ես հիմնականը, այսպես ասեմ, բարձրագույն կրթություն ինչի չեմ ունեցել ու չեմ շարունակել դրա մեջ, հիմնականը երբ որ դպրոցս ավարտեցի, ուզում էի սովորեի բժշկական համալսարանում, բայց այնպես ստացվեց, որ ամուսնացա ու անիմաստ համարեցի ամուսնությունից հետո ինչ որ 5 տարի կրթություն սովորել, որոշեցի, որ թեթև մասնագիտություն ավելի շատ արհեստի ու սովորեցի մատնահարդարում, որ ճիշտն ասեմ, հենց երկրորդ օրը, երբ որ գնում էի մատնահարդարման դասընթացների, ամուսինս ողջ գործիքները գնեց, որովհետև շատ ոգևորված, սենց, բայց քանի որ մոդելների վրա պետք է աշխատեի նյութավճարներով, ինչի իմ համար աբսուրդային էր, որ ես 2 ժամ գործողություն եմ կատարում մատնահարդարում ու վերջում 1000-2000 դրամ։ Որոշեցի, որ ես էլ իմը չի, հետագայում աչքերիս խնդիրել տվեց ու դադարեցրեցի մատնահարդարումը, մինչև հիմա գործիքներս ըստ տանը դրած են ու բլոգինգը սկսեցի ուսումնասիրել։ Դե սկզբում առանց կրթության, իսկ ովքեր կասեն, որ բլոգինգը շատ հեշտ, պրոստը հանում ես սթորի ես նկարում, գումարներս աշխատում կամ ռիլ ես նկարում, գովազդներս ունենում սենց, կասեն, որ սա շատ բարդ, պատասխանատու ու այնպիսի քայլ է, որ պիտի գիտակից լինես, որ քեզ շատ մեծ աուդիտորիա է հետևում ու կարող է մի բան դու սխալ անես, այդ մարդիկ քեզ նայելով գնան քո խորհրդով ու իրանք էլ սխալվեն։ Այդպես, քանի որ չէի աշխատում մատնահարդարումն էլ դադարեցրեցի, սկսեցի արդեն նկարել ու հետո արդեն երբ որ նկատեցի, որ եւի դասընթացները իր վաճառումը սովորեցնում ա ոնց սկսել ավելի գրագետ վարել էջեր, որոշեցի գնենք այդ դասընթացը եւ մասնակցեմ ավելի խելացիորեն վարեմ իմ էջը։ Շատերին թվում է, թե շատ հեշտ է, ինչպես նշեցիր արդեն, որ բլոգերությամբ զբաղվելը, բայց օրինակ կհիշես, թե որ տեսանյութն է եղել, որ գցել ես ու միանգամից էջումդ ակտիվություն է սկսել, մարդիկ դրանով կարելի ասել քեզ ճանաչել են, սիրել են։ Հա, հիշում եմ, ամուսինս ինձ միշտ ասում է, որ ես քո խուճուճ մազերը շատ եմ սիրում, բայց ես չեմ սիրում, շատ բարդ է նախ պահելը, հիշում եմ, որ այդ օրը մազերս խուճուճներ էի արել ու ամուսինս ներս մտավ, գնացել է ջրվել ներս մտավ ու այդ հոլովակը ունեցել է 200-ից ավել դիտում, բայց ժամանակ ես 1000 հետևորդ չունեի ու այդպես այդ հոլովակն եղել շատ պարզ անմիջական ներս է մտնում, իմ մազերն է տեսնում, սենց ուրախանում, այլ հենց այդ
էմոցիան։ Բայց շատ լավ հիշում եմ իմ առաջին գովազդը, որ մի կողմից բարեկամներս էին, որ դեմ էին, որ ես բլոգինգով զբաղվեմ, առհասարակ եւ այլն, դա իմը չի, մյուս կողմից էլ ամուսինս էր, ով միշտ թիկունքից կանգնած, դու պրոստը արա, ինչա պետք ես մասնակցեմ, ես կմասնակցեմ։ Ու այդ օրը ես մի կողմից արցունքս էի մաքրում, մի կողմից տանալնի էի քսում, որովհետեւ գովազդը սաղ սցենարը գրած, լույսերը միացրած, պիտի նկարեմ, որ ժամինին պիտի փոստեմ։ Այդպես ու այդ հոլովակը Փարք Աստծո գովազդատուին շատ դուր եկավ, հիշում եմ, որ 5000 դրամ էի վերցրել այդ գովազդի համար, քանի որ քարտս իր մոտ կար, որպես շնորհակալություն հավելյալ վճարում կատարեցին։ Առաջին գովազդս էր, որ շատ բարդ տրվեց ինձ։ Ես պատկերացնում եմ, բայց ինչքան ես ուրախացել թեկուզ այդ 5000 դրամի համար։ Ես սենց ասեմ ձեզ, այդ ընթացքում հիմա նաև խրախուսում եմ այն բլոգերներին, ովքեր սկսնակ են, չունեն գովազդներ, ես այդ ընթացքում մանեի գալիս պրոստեյջեր, ովքեր իրենց բիզնեսը կվստահեն ինձ, ես կգովազդեմ առանց գումար, առանց բարտեր։ Զուտ ես ցույց կտամ ու իմ ըստ արած գովազդի վիդեո հոլովակի իրենք կտեսնեն, որ իրոք արժի որ գովազդ բլոգերներին տան իրենց բիզնես էջերը, խանութ սրահները, այդպես։ Բոլորս էլ գիտենք, որ շատ հաճախ մենք կարող ենք օրինակ գալ նրան, որ մարդիկ մեզ տարբեր արձագանքներ են տալիս, նաև լինում են բացասական, դրական քննադատություններ, եւ ինչպես ես կարողանում արձագանքել, ընդհանրապես հակազդել բացասական մեկնաբանություններին։ Տեսեք, ըստ եկեք գիտակցենք այն, որ գոյություն ունի ճիշտ բացասական եւ գոյություն ունի fake։ Նախ նշեմ, որ ելի եմ նշում, Փարք Աստծո իմեջում գոյություն չունի այդ բացասական ասվածը։ Հիմնականը անաստված մարդիկ են լինում, որ գիտեն, որ քո ցավալի կողմը որտեղ է, ու տենց եղել է մի երկու դեպք, բայց ամուսինս, քանի որ գիտակցել է, որ այդ ինձ խոցելի է եղել, միջև վերջ գնացել, որ գտնի այդ մարդուն, կորել է, հիմնականը fake է եղել։ Չկա իմեջում, ելի եմ նշում, չի եղել տենց դեպք, որ ես հոլովակ տեղադրեմ, եթե դուք ել ինձ թվում ուսումնասիրած կլինեք իմեջը, գոյություն չունի։ Միայն դրական, միայն լավ, որ մոտիվացվում են, որ էներգիա են ստանում, որ իմ հոլովակը տեսնելուց ժպտում են, չգիտեմ ինչից է դա գալիս, բայց բացասականը չկա։ Ոչ թե կասեմ շատ քիչ է, այլ հենց կասեմ, որ չկա։ Նաև կարող ես հիշել այն որ տպավորիչ մեկնաբանությունը, թեկուզ դա լինի նաև դրական են, որ արձագանք, որ քո մեջ միշտ տպավորվել է քո հոլովակների տակ, որ եղել է մեկնաբանություններից որևէ մեկը։ Հիմնականը, որ գրում են, շատ են գրում, որ իրոք իմ անունը համապատասխան է ինձ, արե, որ ես ճառագայթում եւ այլն, հաճախոսություններ են շատ գրում, բայց ինձ այն է հենց հարցի այդ կոմենտները, որ կարդում եմ, գիտակցում եմ, որ իմ իրական անունը Արև չի, իրական անունը Շողիկ է, բայց իրենց գրում են Արև ջան, ծնողներդ հենց քո անունով ճիշտ դրել են, դու իրոք Արև ես, բայց իրական անունս Արև չի, Շողիկ է, այդպես ամուսինս է ինձ հենց ընկերության ընթացքից արև ասեց ու այդպես արև մնաց անունս։ Նաև Արև ջան, ինչպես նշեցիր, դու բլոգերությամբ կարողանում ես արդեն որոշակիորեն գումար վաստակել եւ սկզբնական սանդղակը եղավ 5000-ը, բայց ինչպես կարողացար քո բլոգինգը այնպես զարգացնել, որ մեծ արդյունքներ ունենաս, նաև ինչպես ես ընտրում այն մարդկանց, ում հետ պետք է համագործակցես։ Տեսեք, հստակ սանդղակ գոյություն չունի, դու պիտի հասկանաս այդ մարդուն ինչքան օգտակար կարած լինես քո գովազդով ու ըստ դրա որոշես քո գումարը։ Այսինքն ես չեմ նայում, որ մի հոլովակս ունեցել է 1 միլիոն դիտում, ես դրա համար վերցրել եմ, օրինակ եմ ասում 30000 դրամ, դա քիչ է, կլինի ինձ ավել վարձատրեք։ Ոչ, ես հիմա նայում եմ, հասկանում եմ, ես այդ էջին ինչքան կարամ օգտակար լինեմ, օրինակ եթե համագործակցում ենք երրորդ անգամ, արդեն գիտեմ, որ ես իրան բավականին շատ վաճառքներ կտամ։ Իսկ եթե համագործակցում ենք առաջին անգամ, հիմնականը կատարում եմ զեղչեր, որպեսզի այդ մարդն էլ հասկանա արդյոք ես իրան որպես բլոգեր, որ ինքը ինձ ընտրել է, օգտակար կլինեմ, թե ոչ։ Սենց ասեմ, դες այս վերջին ընթացքում շատ գովազդներ գումարային հենց մերժում եմ, որովհետև կամ էջը բացված է լինում մի երկու օր առաջ, կամ լցրած հետևորդներ է լինում, կամ իրենց բիզնեսը չեն կարողանում ներկայացնել իրենց էջում։ Ինչքան էլ ես որպես բլոգեր ներկայացնեմ, ցույց տամ, այս պրոդուկտը լավն է, սա է, մարդիկ չեն վստահի այդ էջին։ Նաև խոսում ես քո ամուսնու մասին ու շատ հիացմունքով ես խոսում, կցանկանամ պատմես ինչպես ծանոթացար ամուսնուդ հետ եւ ընդհանրապես պատմես ձեր կյանքի անցած փուլերի մասին, եթե կարող ես։
Ամուսնուս հետ այս հարցը, երբ որ հարցման ստորիներ եմ դնում, շատ են տալիս կպատմեք ձեր ծանոթության մասին, միշտ sense գաղտնի եմ պահում, որովհետև ոչ թե գաղտնի եմ պահում, այլ մենք չենք ծանոթացել, մենք ի սկզբանե իրար ճանաչել ենք, որովհետև եղել ենք մի տարածքից, մի փողոցից, վերևում ամուսինս է ապրել, մի 5 տուն ներքև էլ ես եմ ապրել ու ոնց որ ինքն է ասում, փոքրուց ինձ կայլասկայի մեջ այդ փողոցում քշել է։ Ճիշտ է, տարիքային տարբերությունը այդքան էլ մեծ չի, բայց չենք ծանոթացել, իրար ի սկզբանե ճանաչել ենք, բայց միտում չի եղել, որ այսպես կստացվեր կամ ուսնանայինք։ Հետո երբ որ արդեն մեծացել եմ դպրոցն ավարտել, այդպես կողքից նայելա ու հասկացելա, որ ես կարամ լինեմ իր կողակիցը։ Նաև շատ է քեզ աջակցում, ինչպես հասկացա, քո աշխատանքի, բլոգինգի կարիերայի ընթացքում, ինչպիսի տեղ ունի նրա աջակցությունը քո կյանքում եւ ընդհանրապես հեշտ է ձեր հարաբերությունները ձևավորում, որովհետեւ շատ են հարցնում, որ օրինակ վաղ տարիքում ես ամուսնացել, արդյոք հեշտ էր տվյալ տարիքում այդ բարդ որոշումը կայացնել եւ նաև ինչ խորհուրդ կտաս այն մարդկանց, ովքեր թեկուզ մտածում են, որ տվյալ տարիքը վաղ չէ եւ ցանկանում են օրինակ իրենք էլ ընտանիք կազմել։ Շատ բարդ հարց է իմ համար այս հարցը, որովհետև առհասարակ նախընտրում եմ խորհուրդներ մարդկանց չտալ ու խորհուրդներ ընդունում եմ այն մարդկանցից, ում կյանքի ինձ հաճելի է։ Բայց այս պարագայում ես խորհուրդ ինչի չեմ կարող տալ, որովհետև չեմ մտածում, որ իմ ամուսնուց էլի կլինի։ Շատերը գրում են Արև ջան, ես էլ եմ ամուսնացել վաղ տարիքում ու հիմա ձեզ նայում եմ հաճույքով, որ մասնագիտություններ եք ձեռք բերում, այդ մասնագիտություններով աշխատում եք, բլոգինգ, շփում, ընկերություններ դուրս գալ, մեզ արգելում են, դրա համար ասում եմ իմ ամուսնուց շատ քիչ կա կամ չկա, ինձ է բաժին հասել, որովհետև ամուսինս մենք ամուսնացել ենք ու ինձ միշտ ինքը առաջ է տարել, ցանկացած միտք ինչի մեջ հղացել է, ինքը այդ ի կատարածել ու բլոգինգներ նույնն էլ, երբ որ ես խնդրել եմ ասել եմ, նու արժի դասընթաց այս ոլորտ մտնել, ճիշտ է սկզբում դեմ էր, որ չէ, չեմ ուզում դու հանրային եղնես քո դեմքը, բան, հետո հիշում եմ, որ վճարման համար X գումար էինք վճարել, որ զուտ տեղը պահեինք, վերջին օրն էր, ասի որ ինչ պիտի անենք, բա սենց ինքը աշխատանքի էր ժամանակ, ասես գգամ տուն կխոսենք։ Հիշում եմ տուն եկավ, ասեց, գիտես ինչ եմ արել, ասի ինչ ես արել, ամբողջ գումարը վճարել եմ, որ սովորես դասընթացը։ Ես այդ պահին հիշում եմ, որ աշխարհով մեկ է եղել, որովհետև այն աջակցությունը ինչի ինձ տվեց այդ պահին ինքը ոչ մեկ չէր տալիս։ Ու հիմա իրան շատ շնորհակալ եմ, ասենց ասեմ ձեզ, ինքը իմ թևերն է։ Ես իրանով թռնում եմ, բայց եթե ինչ որ պահ լինի, որ ինքը չլինի, ինձ թվում է ես կդադարեցնեմ իմ բոլոր գործունեությունները։ Ինձ միշտ հարցում են, կանեիր նույն քայլը նույն տարիքում, շատ են հարցնում, ես նշում եմ, որ 10 անգամ, եթե ես հնարավորություն ունեի իմ կյանքը հետ տալու, 10 անգամ կկատարեի նույն քայլը, որովհետև փառք Աստծո, Աստված օրհնել է ու ինչպես Աստվածաշնչում նշվում է, ինչ որ Աստված է միացրել, մարդը երբեք չի կարող բաժանել։ Նաև հաճախ ամուսինդ նույնպես մասնակցում է քո վիդեոներում, նաև իր դերակատարումն է ունենում, արդյոք հեշտ որոշում էր իր համար մասնակցել այդ վիդեոներում, որովհետև գիտենք, որ հանրությունը շատ հաճախ նաև դա չի ընդունում, երբ որ օրինակ զույգերը ակտիվ կերպով համացանցում իրենց գործունեությունն են ծավալում։ Ամուսինս ցանկացած բանի ինձ թվում է կհամաձայնվի, եթե ես այդտեղ պիտի ինձ լավ զգամ, եթե ես պիտի այդտեղ ինձ եթե իր այդ որոշումը արարքը ինձ պետք է ուրախացնի ու նշեմ, որ չունի այն հայ կոպիտ տղամարդու մտածելակերպը, ավելի թեթև է վերաբերվում ես ամեն ինչին ու եթե մենք զույգ ենք, եթե մենք սիրում ենք, նու կարելի է այդ ամեն ինչը որպես ոչ թե ցուցադրական տենց ինչ որ բան, ոչ մենք ինչ կանք on-line հարթակում, սոցցանցերում, նույնն էլ տանն ենք։ Ցանկացած տեքստ գրելուց, ցանկացած սցենար գրելուց իրար հետ խորհրդակցում ենք, եթե դա չի լինում անակնկալ, եթե դա չի լինում պրանկ։ Պարտադիր ինչ որ կետեր կա, օգնում է ուղում ենք, միասին գրում ենք, հիմնականը միասին ենք անում։ Իմ Instagram-ի բիոյում էլ նշված է, որ ամուսնուս օգնությամբ կեսը ես եմ բլոգիս, կեսը ինքն է։ Նաև երբ որ ասեցիր պրանկ, հիշեցի, որ մի հատ շատ լավ պրանկ էիր նկարել, երբ որ չեմ հիշում, երևի ինչ որ միջատ էր, թե ինչ էր, որ վրան էիր գցում։ Հա, ես ցանկանում եմ իմանալ ինքը ո՞նց է ընդունում դրանից հետո հեշտ է կարողանում օրինակ այդ նեղացկոտությունը անցնել, եթե
եղանում է դա։ Չունենք իրար հանդեպ ու այդ բրանկը հիմնված էր, չի պատրաստվում տեղադրել սոցցանցեր, միշտ ասում որ ոչ մի կենթանուց չեմ վախենում ու որոշեցի, որ իրան քնած ժամանակ պետք է վախացնեմ, բայց հիմնականում էլի չվախեցավ, զուտ մարդիկ գրել էին, որ զզվել է եւ այլն, զուտ հումորային, եթե մարդ մի փոքր իր մեջ հումոր ունենա, ինձ թվում է կարա նաեւ դա հումորով վերաբերվի։ Նաև դու եւ ամուսինդ անցել եք բավականին դժվար փորձություններով եւ ձեր կյանքում կա մի շրջան, եղել է մի շրջան, որով դու կիսվել ես քո հետևորդների հետ, դա երեխայի մասին հոլովակներ։ Կցանկանամ, եթե ցանկանում ես, կիսվես, թե նախ պատմությունը մի փոքր ներկայացնես, որովհետեւ վստահ եմ կան մարդիկ չգիտեն եւ այդ փուլը ինչպես կարողացար հաղթահարել։ Որոշեցի կիսվեմ, չէի որոշել նախքան, սենց ասեմ ձեզ, ունեցել եմ էջ, որտեղ որ եղել է ամբողջ հղիության ընթացքը, եղել է գենդեր փարթի, սեռի իմացություն եւ այլն։ Բայց այդ էջս փակեցի, որովհետեւ հասկանում էի, որ իմ համար ավելի ստրեսային է եւ մեկնաբանությունները եւ հարցերը, որտեղ մարդիկ ինձ տեսել են հղի կարգավիճակով ու միանգամից տեսնում են, որ ոչ երեխան կա, ոչ էլ իմ փորիկը կա։ Որոշեցի փակեմ էջս ու զրոյից էլի ամուսինս ու Էվիկը, ում շատ շնորհակալ եմ ես, այդ ժամանակ դասընթացների վերջին փուլներ ու հանդիպումներ, որ պիտի սերտիֆիկատներ, այդ արարողություններ, ես որոշել էի, որ ոչինչ պիտի անեմ, որովհետև այն հարվածը ինչը որ տարիքում ես զգացի, կարծում եմ շատ քչերն են զգացել ու չեմ էլ ցանկանա ոչ մեկի։ Որոշեց Էվիկը, որ ես պիտի մասնակցեմ դրան, ջան, գերան, զանգեր, ամուսինս էլ կողքից, որ չէ, գնա, մի կոտրվի, մի հանձնվի, դե իհարկե որոշ ժամանակ էր անցել այդ դեպքից հետո։ Ու որոշեցի զրոյական էջ բացեմ, 0 հետևորդով 100-ից մինչև հասա այս 26,000-ը։ Երեխայի մասին կասեմ, որ այս իմ համար շատ ցավոտ թեմա է, ու ինչի որոշեցի բարձրաձայնել նոր էջում, քանի որ նկատում էի հարցերը շատ են, արդեն ամուսնացած եք գրեթե 3 տարի, չեք պլանավորում, չի ստացվում, չբեր, որ մեկնաբանությունները որ եղել է, հիմնականը գրում էին չբերես եւ այլն, որոշեցի այդ մեկնաբանությանը պատասխանել հենց այդ խոցելի հոլովակով, իմ համար շատ բարդ էր այդ հոլովակը մոնտաժել, որովհետեւ ես այդ ամեն ինչը վերապրեցի։ Բայց չի էլ ցանկանում իմ հետևորդներից թաքցնել, որովհետև իրենց մոտ էր մոտ մնում 3 տարի ամուսնացած եւ այլն, շատերն էլ գիտեին ու շատերը թողնում էին այդ մեկնաբանությունները երեխայի մասով։ Ճիշտ է հեռացնում էի, բայց հիմա արդեն բաց եմ ու քանի որ ես իմ հետևորդներին ընդունում եմ իմ հարազատ մարդկանց նման, չի ցանկանում իրենցից թաքցնել։ Երեխայի մահը իմ համար մի ուրիշ անկյուն ունի, ինչի մասով ես չեմ սիրում խոսել ինչ-որ տխուր կամ թաքցնել այդ ասվածով, հիմնականը բարձրաձայնեցի, որովհետև այդ իմ լուսավոր օրերից, լուսավոր կետերից մեկն է եղել, ինչը որ ամբողջ կյանքում ինձ թվում է չեմ վերապրի նորից։ Կասեմ, որ ինչ լինում է Աստծո կամքով։ Ես չեմ չարացել Աստծո հանդեպ, որովհետև եթե մի բան պիտի լիներ, դա կլինի։ Ես միշտ ասել եմ, նախքան մահը գրանցվելը երեխայի մտածում էի, որ Աստված կփրկի, ոնց որ շատերին է փրկել, բայց մի միտք, որը որ կյանքում չեմ մոռանա այդ ընթացքում, ինձ բարձ ասեց, որ ես պետք է այդ երեխային վերցնեմ։ Ու ես երբ որ ամեն անգամ բարձրանում էի երեխայի պալատ, ես գնում էի իրան վերջին անգամ տեսնելու։ Էլի եմ նշում, չեմ չարացել Աստծո հանդեպ ու ավելի քան վստահ եմ, որ ինձ էլի պարգևելու է բալիկ։ Բայց այս պարագայում, այս շրջանում ցանկանում եմ նաև տեղեկացնել իմ հետևորդներին եւ այն մարդկանց, ովքեր կնային, այս շրջանում ոչ թե չեմ ցանկանում կանխում կամ այս շրջանում դեռ պատրաստ չեմ։
ինքը կմնա իմ լուսավոր կետը, ում ես ոչ թե կթաքցնեմ, այլ կպահեմ իմ սրտում։ Նաև Արև ջան, իսկ ամուսինդ ինչ դեր ունեցավ այդ դժվար շրջանը հաղթահարելու գործում։ Հիշում եմ, որ ասում էր, որ բավականին մեծ աջակցություն է տվել քեզ եւ կարելի ասել հենց գլխավոր աջակիցն է եղել, ով կարողացել է քեզ օգնել այդ ճանապարհը հաղթահարելու ընթացքում։ Հա, շատ մեծ դեր, հիմնականը հենց ինքն է էլի եղել այդ ընթացքում իմ կողքին, չեմ մոռանա նաև հարազատներիս, իր կողմի հարազատներին, որովհետև եթե սիտուացիան չստեղծեին իրենք այդպես, ես հիմա միգուցե այստեղ չլինեի, լինեի ինչ-որ հոգեբուժարանում։ Երեխայի մասով որոշել էինք, որ երբ որ ունենամ երեխային դուրս գրումից ես չափից շատ եմ սիրում կենդանիներ, հատկապես շուն, որոշել ենք, որ ինձ պետքա դիմավորի իմ ցանկացած շունը գնի ու նվիրի։ Բայց քանի որ Աստծուց առաջ ընկնել պետք չի ու պլաններ կազմել պետք չի, եղավ այդպես։ Ու ամուսինս դեպքից 10 օր հետո ինձ նվիրեց իմ ձյունիկին, ով իրոք մեծ դեր կատարեց էլի, դե բնական է մարդկանց նման չէ, օրինակ հարազատներիս կամ ամուսնուս, բայց սփոփանք եղավ իմ այդ շրջանում ստրեսի թեթևացման։ Ոյ։ Նաև այդ շրջանից հետո բազմիցս կիսվում ես հետևորդներիդ հետ, որ ունեցել ես որոշակի ավելորդ քաշ եւ փորձել ես նաև դրանից ազատվել, կխոսես նաև դրա մասին, քանի որ գիտեմ, որ այսօր նույնպես քայլեր ես ձեռնարկում, նաև սկսել ես չելենջ եւ քո հետևորդներին նույնպես կոչ էիր անել միանալու եւ միասին այդ ամեն ինչը հաղթահարելու։ Ավելնորդ քաշը ես մտածում եմ, որ չէր լինի, եթե ես ստրեսի մեջ չընկնեի, որովհետև 52 կիլոգրամով դուրս եմ եկել հիվանդանոցից ու այդ շրջանում շատ վատ առողջական վիճակի մեջ էի գտնվում, հեմոգլոբինս շատ ցածր էր ու ինձ կողքից ողջ հարազատներս, նաև ամուսինս անդադար ուտացնում էին, ինչը որ կբարձրացներ հեմոգլոբին, հիմնականը դեղորայք ու այդ ընթացքում բավականին շատ քաշ հավաքեցի 15 կիլոգրամ ավել ու ես չէի ընդունում ինձ, ոչ թե ամուսինս չէր ընդունում, ոչ թե նեղվում էր, բայց ես ինքս ինձ միջև առեսօր չէի ընդունում, բայց երեք քննարկում ունեցանք մի կնոջ հետ, ես քննարկում ունեցա մի կնոջ հետ, ով կարելի է ասել երեկի մեջ մեծ փոփոխություն կատարեց ու ասեց դու քեզ պիտի ընդունես այսպես ու դու կտեսնես թե քո քաշը ոնց կիջնի, որովհետև ես շատակեր չեմ, դա լինում է այդ մտածմունքից, որ դու գերես, քեզ ոչինչ չի սազում։ Հիմա այս պահի դրությամբ ապրիլի 1-ով որոշել էի, որ սկսեմ չելենջի 75 դժվար օրեր, հիմնականը Ամերիկայի բլոգերներն են կատարում ու վաու արդյունքներն են ցույց տալիս։ Որոշեցի ես ռեալ sense ցույց տամ ինչ անելու այդ 75 օրի իմ հետ ու նշեմ, որ երեխայից հետո իմ մոտ առաջ էլ հետո էլ անքնություն կա, ինչը իմ տառապանքն է, էլի, որ ես արթնանում եմ կեսօրին, քնում եմ լուսադեմ, հիմա պետքա այդ ուղղվի ու ինձ թվում է արդեն քաշի ինքն իրեն հետ կնահանջի։ Չելենջի մասով կասեմ, որ դիմացի մի թուղթ եմ պոկել ու դեռ շատ թղթեր կա որ պոկեմ, բայց մի քանի բան կա ինչի ինձ դուր չեկա, որոշել եմ, որ 0-ից նորից հաղորդումից հետո այսօր կարծում կամ այսօր կամ վաղը կտեղադրեմ, որ 0-ից սկսում եմ չելենջը։ Նաև Արև ջան, խոսեցիր անքնության մասին եւ կիսվել էիր հոլովակով, որ ամեն միջոց օգտագործել ես, որ անքնությունից կարողանաս դուրս գալ, ինչն է քեզ տանջում, որովհետև դու նաև քո Instagram-ի story բաժնում շատ հաճախ կիսվում ես քո մտքերով, որ ամեն բան հաղթահարելի է եւ քո հույսը կարելի ասել միակ Աստվածն է, կարող ես կիսվել նաև քո թեկուզ հավատի մասին, առ Աստված, ինչ դեր ունի քո կյանքում այդ հավատը։ Աստված իմ կյանքում առաջնայինն է ցանկացած բանից առաջ, աշխատանքից, ընտանիքից ու մի բան կասեմ, որ այս կյանքում ինչ տենց բան չի եղել, որ ես Աստծուց խնդրեմ ու ինձ չտրվի դա։ Ես Աստծուն մի այլ տիպի սիրով եմ սիրում ու ցանկացած կետի, որ հասել եմ այս շրջանում, հասել եմ իր շնորհիվ։
շրջան կար, որ թվում էր, թե այդ շրջանը մի հատ sense սև շող քակցել մեր կյանքի վրա, ոչ մի տիպի ոչ աշխատանք էր ստացվում, ոչ ապրուստ վաստակել էր ստացվում, ու ինձ թվում էր ոնց է, նայում եի կողքի մարկը, ոնց է հեշտ այդ մարդիկ աշխատում են, ունեն իրենց աշխատանքը, գումարը, ու հասկացա, որ ես այդ շրջանում թողել էի այն ինչը, որ ամբողջ կյանքում չեմ թողել։ Ես շատ եմ սիրում կարդալ Աստվածաշունչ ու կարելի ասել, երբ որ կարդում եմ, ներսս լցվում է խաղաղությամբ։ Ու եթե լինում է ընթացք, որ տրվում եմ աշխատանքին, մոռանում եմ Աստվածաշունչը, ես խաղաղ չեմ լինում։ Շատ երեխայից հետո ինձ օգնել է կայանամ հենց Աստվածաշունչը, հենց աղոթքները, հիմնականը այդպես ես ինձ խաղաղ եմ զգում։ Ու երբ ինձ հարցնում են ոնց է ստացվել, որ հիմա կայացել ես, ունես բիզնես, աշխատում ես, տանից ես աշխատում, էլի եմ ասում, ցանկացած բանից առաջ, երբ որ հույսը դնում ես Աստծո վրա, չի կարա չստացվի։ Միանշանակ, եթե դա լավ բան է, միանշանակ ստացվելու է ու դու գերազանցելու ես քո սպասելիքները անգամ։ Նաև նշեցիր քո բիզնեսի մասին, որը կարողացել եք հիմնել ամուսնուդ հետ։ Կարող ես պատմել ինչպես ծնվեց գաղափարը եւ արդյոք բիզնես հիմնելը, ընդհանրապես բիզնեսի գործունեություն ծավալելը այսօր հեշտ աշխատանք է։ Քո նշեցիք, ես քոն կդարձնեմ մեր, որովհետև չեմ սիրում, որ ես եմ արել հիմնականը կանայք ենք, չէ, մեր մեջ կա, որ մի բան միտեղ շատ ենք աշխատում, վայ ես, ու հասկացա, որ դա հպարտություն է, ու չպիտի լինի դա, աշխատեցի ու աշխատում եմ, իմ միջից հանեմ մեր ստեղծած բիզնեսի մասին, հիմա կպատմեմ, հիմնական գաղափարը ի սկզբանե ես եմ դրել, on-line էի աշխատում ու ամուսնուս աջակցությամբ, ինչպես միշտ այն ժամանակ, երբ որ դեռ beauty ոլորտում ես էի, 20,000 դրամ խնդրեցի ամուսնուցս, որ ես գոնե 2 պրոդուկտ գտնեմ ինքնարժեքով գնեմ վաճառեմ, վերավաճառեմ։ Ու հիշում եմ, որ ասեց, եթե մտքիդ կա, եթե ուզում ես ու մտածում ես, որ չես սխալվի, արա, ոչինչ, սխալվես էլ ոչինչ։ Այդպես հենց հիշում եմ հենց առաջին գնումներս, որ պիտի վերավաճառեի, մի օրում սպառվեց։ Հետո on-line հարթակս VNV նախկինում այլ լոգո էր, հիմա խանութը այլ լոգո ունի, սկսեց աճել, բավականին շատ աճեր, հետո կցեցի իմ բլոգի հետ արդեն որպես գովազդներ էի անում։ Ու այդպես բիզնեսում դժվարություններ միանշանակ կան, ոչինչ հեշտ չի էս կյանքում, բայց դրանք թեթև են դառնում, եթե մենք ասվածը կա։ Նաև եթե այսպիսի եզրափակիչ հարց տամ, վերադառնայր անցյալ եւ քեզ ցանկանայր խորհուրդ տայր, թեկուզ այն ժամանակահատվածում, որ շատ դժվար պահեր ես ունեցել, որ խորհուրդը կլիներ ինքդ քեզ։ Հիմնական անցյալ չեմ սիրում վերադառնալ, չունեմ ինչ-որ բան անցյալում, այսինքն երեխա եմ եղել, դպրոցական աղջիկ եմ եղել, ավարտելուց հետո ամուսնանել, հիմա այս պահին զուտ կապրեի այս կյանքով, ինչ-որ խորհուրդ տալ, ինձ թվում է խորհուրդ կտայի այն ժամանակ, երբ որ նոր էի ամուսնացել, այդ ժամանակ կարծում եմ կլիներ այն մասնագիտությունները, որոնք որ հիմա ունեմ, ավելի շուտ, օրինակ մեկ ամիս շուտ ձեռք բերել այդ մասնագիտությունը։ Նաև ինչպես ես քեզ պատկերացնում ապագայում, քանի որ նշեցի, որ անցյալը չես սիրում, ես քեզ տանեմ դեպի ապագա, 10 տարի հետո ինչպես ես քեզ պատկերացնում եւ ինչ երազանք կամ թեկուզ նպատակներ ունես, որ կցանկանաս որևէ մեկը նշել, որ արդեն հասած կլինես։ Նպատակ ասված ունենք, ես ամուսինս ցանկանում ենք մեր երազանքների բնակարանը, որը ձեռք կբերենք երկուսով համատեղ աշխատանքի շնորհիվ, իսկ նշեցիք ինչ կասեի, հա, ինչպես ես քեզ պատկերացնում 10 տարի։ Ինչպես կպատկերացնեի ինձ, միշտ շեշտը դնում եմ այն կետի վրա, որ ցանկացած կետի հասնելուց ես չմոռանամ, թե նախկինում ով եմ եղել ես։
Հիշում եմ, երբ որ բլոգինգը նոր էի սկսել ու մոտավոր մի 100-200 հետևորդ ունեի, գրում էի 10-20 հազար հետևորդ ունեցող բլոգերներին, որոնք իմ համար sense ֆավորիտ բլոգերներ էին, իրենք իմ նամակին չէին պատասխանում ու իմ հարցը կանում էր այնտեղ ոնց սկսեմ բլոգինգը։ Հիմա երբ որ ես նման նամակ եմ նկատում, ամենաառաջնային նամակն է, որ զապրոսից դուրս է գալիս, իրով այնպիսի շփում եմ ստեղծում, որ այդ մարդուն իրոք կարողանամ օգտակար լինել։ Ու էլի եմ նշում, շեշտը դնում եմ իմ կետի վրա, որ ցանկացած բարձունքի հասնելուց միշտ չհպարտանամ ու հիշեմ, թե ով եմ եղել ես, ինչքան գումարից եմ սկսել աշխատել։ Դե ինչ Արև ջան, շնորհակալ եմ քեզ նման անկեղծ զրույցի համար եւ շատ ուրախ եմ քեզ նաեւ ծանոթանալու, այսպես ասած կադրից այն կողմ նաեւ իրական տեսնելու եւ ծանոթանալու համար։ Ես էլ ձեզ եմ շնորհակալ հրավերի համար։ Իրոք շատ ստացված հաղորդում էր։